Ախուրյան համայնքի Ոսկե ազգ բնակավայրում մեծ շուքով բացվեց համայնքի նորակառույց մարզական համալիրը։ Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկային ազգային ժողովի պատգամավորներ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ճանաչված մարզիկներ ու մարզիչներ, բնակիչներ եւ այլ հյուրեր։ Շքեղ ու ժամանակակից մարզական համալիրը զբաղեցնում է շուրջ 600 քառակուսի մետր տարածք եւ կոչված է դառնալ համայնքի մարզական կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Առողջ ապրելակերպի սպորտի զարգացման կարևորագույն կետերից մեկն է դառնալու վստահ եմ Ախուրյան համայնքի համար ոչ միայն Ոսկե ազգի։ Պահանջված էր բնակիչների կողմից եւ շենքի կառուցումը եւ վերակառուցումը, հարդարումը տարբերվում է մնացած մեր ծրագրերից նրանով, որ ամբողջությամբ վերանորոգման աշխատանքները կատարվել են բնակիչների եւ համայնքի միջոցներով։ Մեր երեխաների համար են կարել միանշանակ, որ երեխաները փողոցներից կդրվեն, կան սպորտով զբաղվեն, լավ մարզիկներ դառնան, մեր հայ ազգի պատիվը բարձր պահեն, մեր երեխաները առողջ մեծանան եւ չեմպիոններ տանք։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019 թվականին եւ իրականացվել փուլ առ փուլ։ Մարզական դպրոց ունենալու գաղափարը նախաձեռնվել եւ կյանքի է կոչվել ինչպես արտերկրում, այնպես էլ Ոսկե ազգում բնակվող երիտասարդների եւ բարերարների կողմից։ Նրանք սեփական միջոցներով ֆինանսավորել են շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ $300,000 համարժեք գումար։ Մեր բարերարների շնորհիվ որնոր շատ մեծ օգուտ է տվել Ոսկե ազգ բնակավայրին, մեր միախմբված համայնքի ղեկավարի շնորհիվ, որ ցանկացած հարցով մեր կողքը կանգնած է եղել, ունեցել ենք այս հրաշալի մարզադպրոցը։ Նախաձեռնությունից անմասն չի մնացել նաև համայնքապետարանը ցուցաբերելով էական աջակցություն։ Համայնքապետարանի ներդրման ծավալը կազմել է մոտ 60 միլիոն դրամ։ Օրինակը ինքնին շատ լավն է եւ կուզենայի, որ մյուս համայնքերում, եթե հնարավորություն լիներ բնակչության կողմից, եւս նման նախաձեռնությամբ հանդես գային։ Մարզադպրոցի կառուցումը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է համայնքում ստեղծել կարևոր ենթակառուցվածքներ ոչ միայն պետական կամ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, այլև համայնք բնակիչ արդյունավետ համագործակցության միջոցով։ Ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ոսկե ազգի բնակիչներին, այն մարդկանց, ովքեր սրտացավորեն են վերաբերվել, տեսնելով, որ չունի գյուղը համայնքը նմանատիպ մարզադալիճ, փորձել են իրենց իսկ միջոցներով կառուցել այս գեղեցիկ հրաշալի պայմաններով տաք ջերուցվող մարզադալիճը։ Շնորհակալություն եմ հայտնում եւ ուզում եմ, որ սա վարակիչ օրինակ լինի մնացած բոլոր համայնքների համար։ Այս ամենալավ համագործակցությունն է գյուղի բնակիչների, համայնքի ու պետության միջև, որ կարողանում են համատեղ ջանքերով զարգացնել գյուղը, մարզը ու Հայաստանի Հանրապետությունը։ Ներկայում մարզադպրոցն ունի արդեն 50 սան եւ դարձել է Ախուրյան համայնքի երրորդ խոշոր բնակավայրում ստեղծված նոր աշխատատեղերից մեկը։ Այստեղ համալրված է 13 հաստիկ, իսկ 3 մարզիչներ տարբեր տարիքային խմբերի համար կանցկացնեն ըմբշամարտի մարզումներ։ Նշենք, որ մարզական այս կառույցը հանձնվելու է համայնքին եւ առաջիկայում համայնքն է ստանձնելու ինչպես աշխատատեղերի պահպանման, այնպես էլ շենքի շահագործման եւ սպասարկման հետ կապված բոլոր պարտավորությունները։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան այսօր։ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Ավետիք Իսահակյանի Աբուլալա Մահարի ստեղծագործության բեմական տարբերակը որպես նախագծային աշխատանք։ Ներկայացումն այս ձևաչափով դարձավ ոչ միայն ուսումնառության արդյունք, այլև գրողի ծննդյան 150-ամյակի նշանավորում աշակերտների ընկալմամբ եւ ժամանակակից մեկնաբանությամբ։ Սա գալիս է ապացուցելու, որ Ավետիք Իսահակյանի խոսքը մեր դպրոցում կա, ինչն ինձ համար խիստ կարևոր է, հայ դասականներին ծանոթացնել մեր աշակերտներին եւ նրանց դերն ու ծանր կշիռը մեր գրականության մեջ եւս մեկ անգամ փաստել։ Դերասանական խաղը, շարժումը, խոսքը եւ երաժշտական լուծումները միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, փորձելով պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ է նշանակում լինել մարդ։ Ինձ համար կարևոր է, որ սովորողները եւս մեկ անգամ իրենց ներկայացմամբ եւ յուրովի մատուցմամբ ցույց տվեցին
զգալ տվեցին, նաև հասկանալ ու հիշել տվեցին, թե ինչ բան է կամ ինչ է նշանակում լինել մարդ։ Քնարական պոեմը բեմադրական գործողության վերածելը պահանջել է մեծ ջանք, քանի որ գործը խոհափիլիսոփայական է եւ բազմաշերտ, սակայն թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվել է հաղթահարել բարդությունները։ Ստեղծել ենք մի նոր աշխարհ, որտեղ մահարին ոչ թե ծեր մի ողջ կյանք ապրած իմաստուն է, այլ դեռահաս պատանի, դեռահասության շրջանի դժվարությունների կրող անհատ։ Մեր մոտ պատանիներ են, ովքեր դեռահասությանը չրճափուլերի, անկումների, տրամադրության, բնավորության անցումների այս կայացման մասին է բեմադրությունը։ Ներկայացման բեմադրությունը կառուցված է դասականից տարբերվող լուծումներով, դպրոցներում թատերական խմբակների եւ նման նախագծերի իրականացումը կարևոր պետական ռազմավարության մաս է։ Ես այսօր նկատեցի, որ այնքան լավ էր մարսված այս նյութը, այնքան լավ եք աշխատել դուք, որ երեխաները լավ էին յուրացրել, շատ բարդ բազմաշերտ կերպար էր, որ նրանք կարողացան ճիշտ ներկայացնել։ Այս ներկայացմամբ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող է նախագծային ուսուցումը դառնալ գրականության ընկալման, համախմբված աշխատանքի եւ ստեղծագործական փորձառության արդյունավետ հարթակ, առանց ձևականության, բայց հստակ կրթական նպատակով։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական Grow ընկերության գլխավոր տնօրեն եւ կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին եւ C Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն եւ վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են ընկերության Հայաստանի ապահովագրական շուկամուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության եւ հետագա քայլերի քննարկման։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է մեր երկրում C Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը։ Կլաուս Շայտեգելը ներկայացրել է Grow ընկերության գործունեությունը տարբեր երկրներում եւ նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաեւ հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են Կենտրոնական բանկի հետ եւ պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ Հայաստանի եւ Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականին երկկողմ քաղաքական երկխոսության եւ համագործակցության զարգացման նպատակով։ Խորհրդարանական մակարդակում կողմերն ակտիվացրել են փոխայցերն ու կապերը, խթանելով միջխորհրդարանական համագործակցությունը։ Անցնող շաբաթ ազգային ժողով էր այցելել Հունգարիայի ազգային ժողովի փոխխոսնակ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությունը, նախ հանդիպում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ։ Խորհրդարանական համագործակցություն, տարածաշրջանային զարգացումներ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող խաղաղության գործընթաց ու Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձ հայրենիք։ Ազգային ժողովի փոխխոսնակը հունգարացի գործընկերների հետ քննարկել է այդ հարցերը։ Մենք աջակցում ենք Հայաստանին տարբեր ոլորտներում, պահպանելով տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությունը, առաջ մղելով համագործակցության ցանկացած համաձայնագիր։ Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիության ինտեգրման գործընթացին եւ վիզաների ազատականացմանը։ Հունգարիան աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը եւ պատրաստ է օգնել կայուն տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության հասնելու գործում։ Մենք աջակցում ենք Հայաստանին տարբեր միջազգային կազմակերպություններում եւ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել տարբեր տնտեսական ոլորտների զարգացման հարցում։ Պատվիրակությունը հանդիպել է նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալոմյանի հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դրանց թվում էին նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերություններն ու այդ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձը։ Գյուղատնտեսության ոլորտին սննդարդյունաբերությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարցերը եւս դուրս չեն մնացել քննարկումից։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ մեր ոլորտային հանձնաժողովի եւ Հունգարիայի ազգային ժողովի հանձնաժողովի մեջ
համագործակցություն սկսվի, որպեսզի մենք կարողանանք Եվրամիության լիարժեք անդամ արդեն 20 տարվա փորձ ունեցող պետության հետ հարաբերվել եւ մասնավորապես Եվրամիության agrarային շուկաների պահանջները համապատասխանեցնենք մեր գյուղատնտեսական արտադրանքները։ Հունգարիայի ժամանած պատվիրակների հաջորդ հանդիպումը ազգային ժողովի Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանի, Միքայել Թոմասյանի եւ Գայանե Եղիազարյանի հետ էր։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին։ Անդրադարձը կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն օնլայնվող համագործակցությանն ու Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին։ Երիքա։ Տեսեք գնում է բուրըն ռեակցիա։ Հայտանյութի գույնը փոխվեց, անջատվեց գազ եւ գույնը փոխվեց։ Արան որոշել է վիրաբույժ դառնալ դասընկերուհին սրտաբան։ Հիմնանորոգված դպրոցում ապագա բժիշկներին հատկապես քիմիայի դասերն են հետաքրքրում։ Հին դպրոցում փորձեր կատարելու հնարավորությունները սահմանափակ էին ու այս կամ այն ռեակցիայի մասին պատկերացումը հիմնականում մնում էր աշակերտի երևակայությանը։ Երբ որ այդ նոր սարքավորումներով ամեն անգամ նյութերը մեր ուսուցչուհին բերում է մեզ ներկայացնում այդ ռեակցիաները, մենք տեսնում ենք մեր աչքով ինչա տեղ ունենում։ Արդեն ռեակցիան գրելուց մենք հասկանում ենք թե ինչ եղավ, ինչը ինչից բխեց եւ կարողանում ենք ավելի հեշտ սովորել։ Քիմիայի ուսուցչուհին շտապում է ցույց տալ նոր ստացած լաբորատոր գույքը, որի դեռ մի մասն են հասցրել օգտագործել։ Միայն թե հերթական փորձն անելու համար ստիպված է եղած նյութերով սահմանափակվել։ Նոր սարքավորումներ ունեն, նոր նյութեր դեռ ոչ, հներն են օգտագործում։ Եղածն էլ քիչ է, ծրագրով անհրաժեշտ բոլոր փորձերը դեռ չեն կարող կատարել։ Մինչդեռ գործնական աշխատանքի հնարավորությունն այնպես է ոգևորել աշակերտներին, որ հաճախ նույնիսկ մեծ դասամիջոցին են վազում լաբորատորիա։ Ամեն փորձից հետո պարտադիր պետք է լվանանք ամբողջը։ Շենքը համալրվել է, տեխնիկապես զինվել է, ամեն ինչ պատրաստ եղել, նոր մենք տեղափոխվել ենք այս դպրոց։ Այսինքն ամսի 7-ին, երբ որ աշակերտները եկել են դպրոց, արդեն գույքով լաբորատորիաները եւ ֆիզկուլտուրայի դահլիճը արդեն կահավորված է եղել։ Արտաշատի հիմնական դպրոցի շենքում դասերը վերսկսել են 2 տարվա հիմնանորոգումից հետո։ Նպատակը ոչ միայն անվտանգ, ամուր ու հարմարավետ դպրոցի շենք կառուցելն էր, այլև կրթական ծրագրերին համարժեք հնարավորություններով զինելը։ Մեր նպատակային ուսուցման դասարանները հենց ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում են դասեր անցկացնում, գույքով համալրվել են մեր լաբորատորիաները, եւ դա բնականաբար շատ դրական ազդեցություն ունի աշակերտների սովորելու համար եւ շատ մոտիվացնող է։ Կարգավորում եք, որ տեսնեք նրա հստակ պատկերը։ Աշակերտներին մոտիվացնելու հարցում կենսաբանության ուսուցչուհին ջանք չի խնայում, բայց սաներին սովորեցնելուց առաջ նախ ինքը պիտի սովորի սարքից օգտվել։ Բացատրությունը չի եղել։ Ես ինքս համակարգից հանել եմ հայերեն չկա, ճիշտ ասած ռուսերենը թարգմանել եմ հայերեն, որ ավելի հստակ տեսեք իր հետ եղել է չինական լեզվի, չիմացակ է դաժե չէ, բայց մենք հատվեցել ենք։ Դուք ինքնուրույն եք գտնում։ Լուսային մանրադիտակով ուսումնասիրությունը կենսաբանության դասի ամենահետաքրքիր պրոցեսներից է։ Լաբորատորիայի դարակաշարերը ևս նոր գույքով են լցված։ Առայժմ մի քանիսն են օգտագործել։ Փորձերը մեզ օգնում են ավելի լավ հասկանանք, բոլորն էլ յուրովի հետաքրքիր են։ Ֆիզիկայի դասերն էլ առաջվա նման ձանձրալի չեն անցնում։ Ամեն բանաձև կազմելուց առաջ փորձով են համոզվում ինչու եւ ինչպես են երկարում զսպանակները կամ ինչպես են առաջանում էլեկտրական լիցքերը։ Իրանք են դեռ չեն տեսած ձևի դպրոցներում չեղել այդ լաբորատորիաները, իրանք համար այս ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Փոքրիկ լամպերից մինչև էլեկտրական լարեր ամեն ինչ էլ ունեն ֆիզիկայի լաբորատորիայում։ Նոր գույքի հետ սակայն հինն են օգտագործում։ Դեռ կարելի է կիրառել, ափսոսում են դեն նետել։ Իսկ ֆիզկուլտուրայի դահլիճում հնից ոչինչ չկա։ Ուղղակի աշակերտները դեռ ակտիվություն չեն ցուցաբերում։ Հիմնական մասից երեխեքը զուրկ են մնացել։ Հիմա այստեղ արդեն ոնց որ ասած առաջի դասանի երեխեքին ոնց են սովորացնում, սկսել ենք ամեն ինչը զերոյից։ Երեխեքի հոգեբանական վիճակը բերենք դրան, առաջին գույքը չփչացնեն, հետո իրանց տաննման վերաբերեն ու սովորեն ճիշտ։ Գույքի զգալի մասը դեռ չեն օգտագործում, չեն էլ բացել։ Սպասում են, որ աշակերտները լրացնեն բաց թողածը, հասնեն անհրաժեշտ մարզավիճակին։ Չենք ափսոսում, ուղղակի ըստ ծրագրի են գույքերը դնում։ Ուղղակի տեղ կա ու մենք չենք կարող պահեստավորենք, այս խնդիրը մենք ունենք։ Ասենք այս մեծ գույքը պետք է պահեստավորվեր բարձրացածքի համար, չի պահեստավորվում։
Չպահեստավորված մարզագույքն իհարկե անհարմարություններ է ստեղծում, բայց ստիպված են վարժանքներն ու խաղերը ըստ հնարավորությունների կազմակերպել։ Խոչընդոտները գուցե ավելի ակնհայտ դառնան, երբ սկսեն ավելի ակտիվ վոլեյբոլ ու բասկետբոլ խաղալ։ ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Ռուսաստանը բոլոր հանգամանքներում հավատարիմ է իր գործընկերների նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները պայմանագրային իրավական ամուր հիմք ունեն, որով ամրագրվում է այդ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ասված է ԱԳՆ հրապարակման մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական եւ գաղափարախոսական սերտ կապերը։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն էլ իրական շոշափելի օգուտներ է բերում Հայաստանին, բացի այդ հանրապետությունը հապկի անդամ է, բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով։ Մենք աջակցում ենք կազմակերպության աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությանը, ընդգծում են ՌԴԱԳՆ-ում։ Նշվում է, որ Ռուսաստանը հաստատում է իր դերակատարումը որպես Հայաստանի հիմնական եւ հուսալի առևտրային ու ներդրումային գործընկեր, պարենային եւ էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Ըստ գերատեսչության նաեւ առկա է օրինակ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժ։ Ռուսական կողմը հույս է հայտնում, որ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ գործակցության կրճատում։ Նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծիք է հայտնել, թե իբր Եվրամիության հետ մերձեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի, այդ թվում Հայաստանի համար, եւ իբր կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Իրանի նախագահը հայտարարել է, որ հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը արձագանքել բանակցելու ԱՄՆ նախագահի առաջարկին, ինքը արտգործնախարար Արաղչիին հանձնարարել է ապահովել արդար եւ անաչառ բանակցություններ։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, դրանք պետք է լինեն արժանապատիվ եւ համապատասխանեն Իսլամական Հանրապետության շահերին։ Հարկավոր է ստեղծել սպառնալիքներից եւ անհիմն ակնկալիքներից զերծ մթնոլորտ, շեշտել է Իրանի նախագահը։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Ստամբուլում փետրվարի 6-ին հնարավոր է տեղի ունենա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Ակնկալվում է, որ օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այս ֆոնին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից հասցնել 20%-ի, պայմանով, որ Միացյալ Նահանգները եւս գնա զիջումների։ Նրա խոսքով Վաշինգտոնից բանակցելու առաջարկներ են ստանում եւ հույս կա, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել։ Միևնույն ժամանակ Շամխանին նախազգուշացրել է, որ ամերիկյան ագրեսիայի դեպքում Իսրայելի տարածքը եւս կդառնա օրինական թիրախ։ Իրանի շուրջի իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել, եթե բանակցությունները ձախողվեն, շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ է շարժվում։ Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը եւ ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաեւ Վենեսուելայից, հայտարարել է ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս քայլը կօգնի ավարտել պատերազմն Ուկրաինայում, ընդգծել է Դոնալդ Թրամփը։ Նա նաեւ տեղեկացրել է ԱՄՆ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի մասին, որը Թրամփի ձևակերպմամբ ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ըստ պայմանավորվածության Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%, իսկ Հնդկաստանը կշարունակի Միացյալ Նահանգների նկատմամբ առևտրային սահմանափակումները զրոյացնելու ուղղությամբ աշխատանքները։ Գործարքի շրջանակում Նյու Դելին նաև պարտավորվել է գնել ավելի քան $500 միլիարդ ամերիկյան ապրանքներ, այդ թվում էներգետիկ, ածխային եւ գյուղատնտեսական։ Հնդկաստանի հետ մեր հրաշալի հարաբերություններն ավելի ամուր կդառնան, շեշտել է Թրամփը։ Նարենդրա Մոդին եւս մեկնաբանել է Թրամփի հետ զրույցը, շնորհակալություն հայտնել մաքսատուրքերը նվազեցնելու համար։ Երկու խոշոր տնտեսությունների եւ աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունների գործակցությունն օգուտ կբերի մեր ժողովուրդներին եւ փոխշահավետ գործակցության հնարավորություններ կբացի, շեշտել է Հնդկաստանի վարչապետը, հավելել, որ Թրամփը լուրջ ներդրում ունի համաշխարհային խաղաղության, կայունության եւ բարգավաճման գործում։ Միևնույն ժամանակ նա չի անդրադարձել Թրամփի հայտարարությանը, որ Նյու Դելին հրաժարվում է ռուսական նավթից։ Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները, տեղական իշխանության տվյալով Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել։ Կան վիրավորներ, մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։ Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասնում է -20-ի։ Բացի այդ, ռուսական զորքերը հարվածել են Խարկովին, կան վիրավորներ, նշվում է, որ թիրախում է եղել գլխավորապես էներգետիկ համակարգը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հաստատել է, որ Կիևում, Խարկովում եւ Դնեպրում էլեկտրականներ եւ ջերմաէլեկտրականներ են
խոցվել։ Օդեսայի մարզում էլ ավելի քան 50,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Հունվարի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է Պուտինին չհարվածել ուկրաինական էներգետիկ համակարգին, հաշվի առնելով ուժեղ ցուրտ եղանակը։ Կրեմլը հաստատել էր, որ համաձայնել են Թրամփի առաջարկին մինչև փետրվարի 1-ը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը խոստացել է առաջիկա օրերին լավ լուրեր հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ, որոնց հերթական փուլը նախատեսված է Աբու Դաբիում փետրվարի 4-ից 5-ը։ Հունվարի 31-ին կայացած անգլերենի միասնական քննությունը մեծ իրարանցում առաջացրեց։ Մեկնարկից քիչ անց երկրորդ եւ չորրորդ թեստերում հայտնաբերվեց տպագրական սխալ։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հաղորդմամբ խնդրին արագ լուծում տրվեց։ Թեստերն ուղղվեցին, պատճենվեցին եւ նորից բաժանվեցին դիմորդներին։ Իրենց ժամանակին ավելացվել է լրացուցիչ 30-ից 45 րոպե, նայած ինչքան է տևել քննական կենտրոններում այդ գործընթացը։ Օտար լեզվի միասնական քննությանը այս տարի ամենաշատ դիմորդներն են հայտագրվել՝ 7321։ Խաչանուշ Գրիգորյանի խոսքով վերջին 4 տարիներին ձմեռային փուլի համար սա աննախադեպ մեծ թիվ է։ Իսկապես մեծ թվով դիմորդներ են օտար լեզու հանձնում, մասնավորապես անգլերեն։ Նման սեղմ ժամկետում թեստերի տպագրությունը ճիշտ է ցանկալի չէ, բայց երբեմն հնարավոր է, որ նման խնդիրներ առաջացնի։ Կարևոր է, որ արագ արձագանք է եղել եւ խնդրին լուծում է տրվել։ Դիմորդների նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը գլխավորում են Երևանի պետական ու տնտեսագիտական համալսարանները։ Լավ է, որ ստուգատեսի երկու հնարավորություն կա։ Շեմը չհաղթահարելու դեպքում ժամանակ կունենանք ամառային փուլին ավելի լավ պատրաստվելու, նշում են քննություն հանձնողները։ Դիմում եմ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Տրամադրությունը այսօր sense ավելի հանգիստ է, որտեղ առաջինը հայոց լեզուն էր, այնտեղ ավելի բարդ էր։ Հիմա sense ոնց որ երկրորդ անգամ են գալիս, ավելի հարազատ է, բայց դե լարվածություն էլի կա, դե տեսնենք ինչ ենք անում։ Ցանկանում եմ ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, քանի որ սա իմ առաջին քննությունն է, դեռ մի փոքր լարվածություն կա։ Իրականում շատ լարված եմ, քանի որ շատ եմ աշխատել եւ ցանկանում եմ այդ արդարացնել իմ այդ աշխատած ժամանակը, ներդրած ժամանակը։ Դիմորդներից պակաս անհանգիստ չեն նաև ծնողները։ Երեխաների համար կյանքի նոր եւ պատասխանատու փուլ է սկսվում։ Իհարկե անկալիքները շատ մեծ են, հուզում ենք նույնպես, քանի որ դա արդեն երեխային ապագան է որոշվում։ Մեծ սպասումներ ունենք։ Փորձում ենք այդ լարվածությունը այսպես ավելի ծածկել։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, հաջողություն եմ աղթում բոլորին։ Կապանի քննական կենտրոնում հայտագրված 193 հոգուց բացակայել է 6-ը։ Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները ստուգվում են մետաղորսիչ սարքով կապի միջոցների առկայությունը բացառելու նպատակով։ Քանի որ մեր երեխաները շատ հնարամիտ են, ամեն ինչի դեմ կարողանում են մի բան գտնել։ Հնարավոր եւ ինչ-որ բան փոխվի այդ առումով, բայց հիմնականում կարողանում են դրանով որսել։ Նորմալ հանգիստ ընթանում է քննությունները, դա իրենց համար լավ հնարավորություն է միջև ամառվա փուլին մասնակցելը ցույց տալիս այս գիտելիքները ու երկուսի արդյունքում կվերցնենք բարձրը։ Միջադեպի հետևանքով առաջացած լարվածությունը մեղմելու համար որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել երկրորդ եւ չորրորդ տարբերակներով աշխատած այն դիմորդների համար, որոնց թեստը տպագրական խոտանով է եղել։ Այսինքն նրանցից որևէ մեկը ընձեռված երկու հնարավորությունից չի զրկվի։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նոր քննությունը կկազմակերպի մարտի 1-ին։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատարյան, Սյունիք լուրեր։ Հոգեբանական տերորի, նվաստացությունների, շանտաժի, ֆիզիկական ճնշումների շարունակաբար կիրառմամբ սեփական առավելություն ընդգծելու ցանկությունը մասնագիտական ձևակերպմամբ բուլինգ է կոչվում։ Այն տարածված է հատկապես դպրոցահասակների շրջանում։ Անցած տարվա հոկտեմբերին օրենսդիրը ընդունեց երեխաների իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքը։ Առաջին անգամ տրվեց բուլինգի սահմանումը, որը բռնության տեսակ է, նաեւ ամրագրվեց երեխայի նկատմամբ բուլինգն արգելված է։
Համայնքային ոստիկանության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզելյանի խոսքով ոստիկանությունը օպերատիվ արձագանքում են նման դեպքերի, ձեռնարկում կանխարգելիչ քայլեր։ Հատկապես վերջին շրջանում ակտիվացել են բուլինգի դեպքերի մասին բարձրաձայնելը, ինչը համակարգի նկատմամբ վստահության հանրային ընկալման փոփոխության մասին է։ Համայնքային ոստիկանությունը իրականացնում է իրագործառույթային պարտականությունները, այցելում է դպրոց եւ այդտեղից սկսվում է իր աշխատանքը։ Երևանի 177 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էվելինա Մանգասարյանը պատմում է, որ 1000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում եղել են բուլինգի դեպքեր եւ համայնքային ոստիկանության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում խնդիրը հարթվել է։ Մենք մշտապես համագործակցություն ենք ունենում համայնքային ոստիկանության հետ, դե իրականում դպրոցը բավականաչափ մեծ է, աշակերտաթիվը բավականին շատ է եւ ասել, որ դպրոցում բուլինգի երևույթներ չեն նկատվում, կարելի է ասել ոչինչ չասել։ Էվելինա Մանգասարյանը վստահեցնում է, որ համայնքային ոստիկանի պարբերաբար այցերն ու աշակերտների հետ զրույցները զգոնության ազդակ են եւ կանխարգելման տեսանկյունից որոշիչ նշանակություն ունեն։ Երեխայի հետ առնչվելիս պետք է լինի ծնող, մանկավարժ, հոգեբան եւ իրավապահ համակարգի փոխհամագործակցված աշխատանք։ Դպրոցի հոգեբան Քրիստինե Ալեքսանյանն իր պրակտիկայում բազմաթիվ նման դեպքերի է առնչվել։ Ասում է, ոչ միայն պետք է աշխատել բուլինգի ենթարկված անչափահասի, այլ նաեւ բուլինգի ենթարկողի բուլերի հետ։ Բուլինգի բացահայտման եւ վերհանման համար շատ կարեւոր է դպրոցի դռնապանից մինչեւ դպրոցի տնօրենը, որպիսի իրազեկված լինեն բոլոր դրսևորումներին։ Տարիների ընթացքում ունեցել ենք այնպիսի դեպքեր, որոնք որ ավելի իրավական խախտման դաշտն են տարել եւ այս պարագայում բնականաբար մենք համատեղ աշխատում ենք նաեւ ոստիկանության հետ։ Երեխայի լավագույն շահերը պահանջում են, որ բուլինգի մասին բարձրաձայնեն, ոչ թե թաքցնեն, հատկապես որ օրենքը թույլ է տալիս գաղտնի պահել տուժողի անունը։ Շատ կարևոր է ծնողներին լսել, բարձրաձայնել, չթաքցնել, դիմել ոստիկանություն, որովհետև մենք այդ պահին միանշանակ պետք է մտածենք երեխայի հոգեկան վիճակի մասին, որովհետև բուլինգը ինքնին մանկության տրավմա է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է հասարակությանը բարձրաձայնել խնդրի մասին, որպեսզի կանխարգելիչ աշխատանքները, միջոցառումները ավելի պատշաճ իրականացվեն։ Բուլինգի վաղ հայտնաբերումն ու կանխումը, աջակցող միջավայրն ու հոգատար վերաբերմունքը կարող են վերականգնել երեխայի կորցրած վստահությունը։ Պետք է հիշել, որ բուլինգի բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է բացահայտել բուլինգի ցանկացած դեպք, իրականացնել իրազեկման աշխատանքներ, ապահովելով առավել անվտանգ միջավայր ձեր եւ ձեր երեխաների համար։ Հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 83, չամրակապված վարելու 667, առանց մանկական նստատեղի քարսիթի 24, վարելու ընթացքում ծխելու 573, վարելիս հեռախոսից օգտվելու 313, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 271 եւ 2265 այլ իրավախախտում, 193 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 285-ը տեխնիկական զննություն չանցած, 84-ը լուսարձակների անսարքությամբ, 189 թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 147-ը առանց ծմերային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 54 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13290 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 370, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 11 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 82, ճամրակապված վարելու 3079, առանց մանկական նստատեղի քարսիթի 183, վարելու ընթացքում ծխելու 419, վարելիս հեռախոսից օգտվելու 569, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 28, արագության գերազանցման 1912 եւ 4045 այլ իրավախախտում, 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 916-ը տեխնիկական զննություն չանցած, 724-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 29 բեռնատար, 161-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 509-ը առանց զմերային անվադողերի, 13 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող
լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 60 անձ։